Սկիզբը ոչ մեկ բան կար, ոչ կաբոյտ երկինք, ոչ պայծառ արև և ոչ ալ փայլուն աստղեր։ Ամեն ինչ շատ մութ էր և փարապ։ Բայց մեծն Աստված ուզեց ամեն ինչ գեղեցիկ ստեղծել։ Աստվածը սավ լույս թողլա և հանկարծ սիրուն լույս մծագեցավ։ Աստված լույսը զադեց մութեն, լույսին անունը թրավ ցորեկ, իսկ մութին գիշեր։ Այսպես եղավ առաջին օրը։ Երկրորդ օրը Աստված մեր վերևը սիրուն կապույտ երկինք մստեղծեց։ Մտածեցեք մաքուր երկինքի մասին, որ կտարածվեր ամեն ինչի վրա։ Երրորդ օրը Աստված ասավ. «Ջուրերը թող մեկտեղվին և չոր քերինը երևա, և երևցան լեռներն ու կանաչ փլուրները»։ Ետքը Աստված հրամայեց երկրին, որ փոյսեր ու սիրուն ծառեր փուսցնե, ամեն տեսակ ծաղիկներով ու համով փտուղներով։ Չորրորդ օրը Աստված ստեղծեց բաներ, որոնք երկինքը կլուսավորեն։ Ստեղծեց մեծ արևը ցորեգը լուսավորելու և մեզ տաքցնելու համար, և ստեղծեց պայծառ լուսինն ու փոքրիկ փայլուն աստղերը գիշերը լուսավորելու համար։ Հինգերորդ օրը Աստված ծովերը լեցուց մեծ ու պզդիկ քունավոր ցուգերով, որոնք ուրախությամբ կլողային, և երկինքը լեցուց սիրուն թռչուններով, որոնք կթռչեին ու շատ սիրուն կերգեին։ Եվ վերջապես վեցերորդ օրը Աստված ստեղծեց ամեն տեսակ կենդանիներ, զորավոր առիցները, մեծ փիղերը, պզդիկ ճաքարներն ու փափուկ կաթուներն ու շունիկները։ Ետքը Աստված իրեն պես սիրուն մարդման ստեղծեց և անոր անունը թրավ Ադամ։ Ադամ կապրեր հրաշալի պարտեզի մեջ, բայց Ադամ մինակ էր։ Աստված ասավ. «Աղիք չէ, որ Ադամ մինակը լա»։ Աստված Ադամ խոր քունի մեջ ցկեց, անոր կողեն ոսկորմը առավ և անով սիրուն կին ստեղծեց, ու անոր անունը թրավ Եվայ։ Ադամ շատ ուրախացավ, երբ տեսավ Եվան, և անոնք մտերիմ ընկերներ եղան։ Եվ երբ Աստված այս բոլոր գեղեցկությունները ստեղծեց, 7-րդ օրը հանգստացավ ու այդ օրը օրհնեց։ Ամեն ինչ շատ սիրուն էր ու հրաշալի։